Վաղը ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է, տարելիցն է 110-րդ։ Այս իշխանությունները խոսում են ցեղասպանությունը մոռացության տալու մասին։ Դուք ինչպես կարող եք արձագանքել։ Իրեն գլուխները պատով կտան իրանց լեզվով ասած, որ ցեղասպանությունը մոռացնել կտան։ Ցեղասպանությունը եղել է, կա ու շարունակվում է նույնիսկ։ Ես անդամ 4-րդ ցեղասպանությունն եմ տեսնում։ Այդ մեկ, երկրորդն էլ, եթե Նիկոլ այդքան ցեղասպանությունից վախենում է, ես երեք եղել եմ ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրում։ Այնտեղ ծաղիկների տակ բան եմ դրել, թող զգուշությամբ վերցնի։ Մի բան դրել եմ, թող վերցնի, հա։ Գրություն, հետո էլ մի հատ Ղարաբաղցի պապիկ, Արցախցի պապիկ, այս անգամ խնձորի փոխարեն նռնական նետելու ձեզ։ Լավ իմացեք, ցեղասպանությունը ինքը չի, իր օրոք չեն ճանաչել, որ ինքը մոռանա, ինքը թուրքա մոռանում է, ցեղասպանությունը ճանաչվել է մոտ 40 երկրների կողմից ու շարունակվում է ամբողջ տարիների ընթացքում սպասում են, որ Ամերիկան ինչ կասի, նույնիսկ Ամերիկան էլ ասել, էլ ինչ են ուզում ցեղասպանությունից։ Ես ցեղասպանվածի թոռ չեմ, բայց երևի Երևանի Հայաստանի կեսը ցեղասպանության սերունդ են, թող նրանք էլ բոլորը միանան գան խոսեն, որպեսզի այս տականքներին իրանց նիտրադան են։ Ես տեղ մի քանի նշումներ եմ արել, ինչ պիտի ասեմ։ Նիկոլը պիտի վերանա, ազգը գործում է, ազգը ընկնելու է ոտնատակ, իսկ մեր գիտնականներին, նշանավոր մարդկանց և այլ գիտնականներին, պրոֆեսորներին, չգիտեմ, արվեստի գործիչներին և այլը խորհուրդ կտամ հիշեն Թաքսիմ հրապարակը 1915 թվականի հունիսի 15-ին։ Հիշում եք, որ 250 հոգու տարան գնդակահարության, ձեզ են տանելու, առաջինը ձեզ են տանելու, երկրորդն էլ մեզ, երկրորդն էլ Նիկոլը պիտի սատկի, եթե Նիկոլը ցեղասպանությունը չի ճանաչում, ես եռաբլորից էլ եմ իրեն ասել, եթե չի ճանաչում, մենք վաղը մեր ուժերով ցույց պիտի տանք, որ նա մտնի ցեղասպանության կոթողի մոտ։ Ես դա իմ առաջարկն է, չգիտեմ ինձանից առաջարկություն արել են, չեն արել, դա իմ առաջարկությունն է։ Սրբապիղծի ոտքը չպիտի լինի եռաբլուրում։ Էսը քանի անգամ գալիս է սրբապիղծում, էդ էլ մեր կոթողն էլ, տղաների կոթողը։ Էլ բան ունեմ ասելու, ես չեմ վերջացնում։ Ուղղակի մի քիչ թարմացնեմ հիշողությունից։ Ու ցեղասպանություն հիշում եք, ձեռնակավերթում որ հրհրացող կանայք կային, նրանք ավելի լավա չգային, այդ հրհրացող կանայք և 3 ազգային ժողովում, որ դարձրել էին ըմբշամարտի հրապարակ, թող զգուշանան, վաղը մյուս օրը, երբ է լինի, իրանք վերանալու են տեղից, իրանք չի լինելու, սենց չի մնալու, աշխարհը ճիշտ է, կրակի գունդա դարել, հրայի գունդա դարել, մերի նման չի, բայց մեր նման պատմություն աշխարհը չի տեսել, որ տվյալ երկրը ցեղասպանություն ճանաչի։ Մենք եթե ցեղասպանությունը ուրանանք, այն առաջին անգամ Ուրուգվայցուն ինչ պատասխան եմ ես տալու։ Առաջին անգամ, որ Ուրուգվայցին ցեղասպանությունը ճանաչել, ռուսը
ճանաչել է, մի շարք եվրոպական երկրներ ճանաչել են ցեղասպանությունը, նույնիսկ դատահասնում ցեղասպանությունը ուրացողին։ Այդ տականքին մենք չպիտի թողնենք գա եռաբլուր։ Այդ իմ կոչն է, որպես զոհված հերոսի մայր եմ դա խնդրում, եթե կարողանանք այդ տականքներին չթողնենք, որ մոտենան մեր սուրբ կոթողին։ Եթե թուրքերը գան ժողովուրդ, 300,000 թուրքերը որ գան, մի տարուց հետո կրոլիկի նման ձագեր են տալու ու ամբողջ Հայաստանը դառնալու է թուրք։ Ես որպես Ադրբեջանում ապրող մարդ բոլոր գիտեմ նրանք վարքերը, բարքերը, սովորությունները էլի եմ ասել։ Ձակ են տալու, ունենալու են իրանց եկեղեցին, իրենց դպրոցը, իրանց հիմնարկները, իրանց ձեռնարկությունները մենք կորչելու ենք։ Զգուշացեք երիտասարդ սերունդներ։ Եթե հարցեր ունեք տվեք։ Տեսեք, իշխանության ներկայացուցիչները նշում են, որ իրենք մնում են իշխանության, որպեսզի նոր ցեղասպանություն տեղի չունենա եւ իրենցից հետո իրենց իշխանության գալուց հետո ցեղասպանություն չի եղել եւ նաեւ նշում են, որ որևէ մեկը չի կարող ուրանալ կամ ժխտել հայոց ցեղասպանության իրողությունը։ Հայոց ցեղասպանությունը եղել է մի ցեղասպանություն պատմության մեջ առաջինը եղել է հայերի հետ, երկրորդ, երրորդ եւ չորրորդ ցեղասպանությունը եղել է Արցախում։ Ուրեմն պատերազմից քառօրյա պատերազմ եղավ, 44 օրյա պատերազմ եղավ ջերմուկի պատերազմը, եղավ դրան 19-20 սեպտեմբերի 19-20-ին ոչ մի անգամ ոչ մեկին ցավակցություն չհայտնեց, ընդհակառակը վառեցին, խորովեցին, ճամփու դրեցին, իսկ երկու թուրք ընկան, բոլորին ցավակցություն հայտնեց։ Դա ինչ է նշանակում։ Ես իմ բանով մտածում եմ, որ ինքը թուրք է, թրքածին է, վախենում է երկու եղբայրներից, մեծ չի ղեկավարում ինքը, նախ ինքը խելք չունի, ինքը հոգեկան հիվանդ է։ Ինքը ղեկավարվում է երկու թուրքի, երկու եղբայրներ թուրքի կողմից։ Ես կոչ եմ անում, որպեսզի վաղը չթողնենք, որ ինքը մտնի, ոնց որ մենք ծնողներով չենք թողնում եռաբլուր մտնի, եկեք ժողովուրդով, քանի որ ուրացել է, այդ ստորը ուրացել է, Դավոսում ուրացավ, այնտեղ ոչ մեկը չկարողացավ, թե մի տղամարդ չկար, որ ասի, որ ցեղասպանություն եղել է, ընդ որում իրանք ցեղասպանվածների սերունդներն էին։ Կոչ եմ անում աշխարհի բոլոր հորիզոնականներում, բոլոր ժամային գոտիներում ապրող հայ ժողովրդին, որոնք բոլորը գաղթականի սերունդ են, փախստականների սերունդներն են, որ ժամին ուզում ալինի դուրս գան հրապարակներ, որպեսզի ոգեկոչենք մեր Եղեռնի զոհերի հիշատակը, նույնց եմ ասում, մենք ունեցել ենք 4 եղեռն, մեկը 1915 թվականին, մեկը եղել է Արցախում 44, քառօրյան չեմ ասում, 44 թվականին, մեկը եղել է ջերմուկում, Ես մյուսն էլ եղել է ամենասարսափելին, են որ գրզոն չեղածը, գրզո դու տնով տեղով ենքան զոհ ունենաս, որ նրանց 10 անցնեց, չեմ ուզում ես Ազիզորով, ես Սուրբ փորով չեմ ուզում անիծեմ, բայց վերջում է խորովեցին, ճամփու դրեցին, եթե ինքը մարդ լիներ, գոնե մի օրով, գոնե երկու օրով մի ցավակցություն կհայտներ մարդկանց կամ է սքո օր կհայտարարել, չի հայտարարել, ուրեմն թուրք է։ Ես չեմ ընդունում, որ իրանք լինեն մեր, շուտապույտ մեծ ղեկավարության պիտի փոփոխություն լինի։ Երիտասարդներ, ինչքան ուժում եք, ձեր ցավը տանեմ, իմ հույսը, իմ ապավենը, դուք եք, չլսեք այդ տականքներին, մեր մեջ միջև հիմա էլ Նիկոլ կա,
մեր մեջ թաքնված Նիկոլ կա, ինքը թուրք է, ինքը ես չեմ ասում թրքածին, թուրք է, հա, թուրք է, որոշներ ասում են զտարյուն թուրք չի լինում, թուրքը մնում է թուրք, չխաբվեք, մենք պիտի թույլ չտանք, որպեսզի Նիկոլը մտնի Ծիծեռնակաբերդի սուրբ վայրը, եթե մենք թույլ տանք, վաղը մյուս օրը մեր վրա ավելի վատ է լինելու, մեզ նոր ցեղասպանություն, ես ձեզ էլի եմ ասել, կրկնություն է լինում, ուզում եք ինչ ուզում եք ասեք, ցեղասպանություն մեզ լինելու է, մեզ բանակը կոտորել է, մեր հողերը հանձնել է, ես զինվորականի ընտանիքի անդամ եմ, բոլոր գաղտնիքները գիտեմ, ամեն ինչը գիտեմ, ինչ որտեղ ինչեր ա արել, ինչքան մարդ ա կտորել, ինչքան զոհեր ա տվել, ինչքան մարդկանց ա վատություն արել, երկու խոսքով էլ արցախցիներին սիրելի արցախցիներ, քանի որ դուք հավաքատեղի չունեք, ձեզ կանգնող չկա, հավաքվեք ձեզ մեր շուրջը, մի նեղացեք, գժից չեն նեղանում, մի հավաքվեցեք Հայաստանի շուրջը, եկեք հավաքվենք, որպեսզի կարողանանք մեր երկիրը ուշքի վերենք, թե չէ վարի ենք գնում, կարող է շատ եմ խոսում ժողովուրդ, եկեք միասնական լինենք գոնե մեկ անգամ, երկու անգամ, մենք որ միասնական ենք լինում, լավ ենք լինում, մենք հավարար ենք ունեցել, մենք սարդարապատ ենք ունեցել, կրկնում եմ, նորից եմ կրկնում, մենք որ միասնական ենք լինում, կարողանում ենք բոլոր թշնամիներին, ամեն ազգ յուր տականքներն ունի, բայց մեր տականքն ուրիշ է, եկեք մենք շարժվենք Նժդեհի ուսմունքով, Մոնթեի ուսմունքով, Թաթուլ Կրպյանի և մյուս հերոսների անուններով երթվենք ու առաջ շարժվենք, շատ եմ խնդրում դրա ոտքը չմտնի մեր պանթեոնը։